Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 19 քաղաքական ուժ, այդ թվում 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,482,087։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզից։ Նա այցելել է Գորայք, Անգեղակոտ, Բռնակոտ, Սիսյան, Կորնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Գորիս եւ Շինուհայր համայնքներ։ Մարզում վարչապետը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ եւ ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրերը։ Նա խոսել է խաղաղության օրակարգի, տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ծրագրերի, նաեւ մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ ԿՊ-ն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո, իսկ քարոզարշավի հիմնական ուղերձն է «Տեր կանգնեք խաղաղությանը»։ Ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին մենք ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ կան վիրավորներ։ Որտեղ եք տեսել այդպիսի խաղաղություն։ Ես ուզում եմ հստակ ասեմ, որ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձարվել եւ ինքներս մեզ հավատացրել են, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել եւ շատ դժվար արձանագրումներ ենք արել։ Այդ արձանագրումներից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից 1991 թվականից 1990 թվականից գտնվել է թակարդում։ Եվ մենք ձեզ հետ միասին ունեցել ենք համարձակություն առերեսվել այդ ճշմարտության հետ։ Եվ մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք։ Եվ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք եւ դրել ենք բոլորովին այլ զարգացման տրամաբանության վրա։ Մենք հաղթահարել ենք մաքարման, գոյատևման տրամաբանությունը եւ դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն։ Իսկ Ուժեղ Հայաստան դաշինքը, որը միավորում է Ուժեղ Հայաստան, Նոր դարաշրջան եւ միավորված հայ երկուսակցությունները, իր քարոզարշավի մեկնարկը ազդարարել է ազգային ժողովի շենքի դիմաց, ներկայացնելով նախընտրական առաջնահերթությունները ու վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Դաշինքը հայտարարել է, որ ծրագրի հիմքում պետականության ամրապնդումը, տնտեսական զարգացումն ու ազգային արժեքների պաշտպանությունն է։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Ուժեղ Հայաստան, Նոր դարաշրջան եւ միավորված հայ երկուսակցություններից ձևավորված Ուժեղ Հայաստան դաշինքը մայիսի 8-ից մեկնարկած քարոզարշավը սկսել է ազգային ժողովի դիմացից, հայտարարելով, որ այն հիմնված է պետականության ամրապնդման, ազգային արժեքների պաշտպանության, տնտեսական զարգացման եւ սոցիալական արդարության գաղափարների վրա։ Երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը։ Դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակը եւ վարչապետի թեկնածու է առաջադրել Սամվել Կարապետյանին, որը Հայաստանի սահմանադրությամբ չի կարող ընտրվել ոչ պատգամավոր, ոչ էլ առավել եւս դառնալ վարչապետ, բայց դաշինքը քանիցս ներկայացրել է դրան հասնելու հնարավոր քայլերը։ Ինչևից է ցուցակում ընդգրկվել են քաղաքական, հասարակական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Դաշինքի ծրագրի հիմնական ուղղություններն են Հայաստանի անվտանգությունն ու բանակի հզորացումը, տնտեսական թռիչքային զարգացումը, ներդրումների խթանումը, սփյուռքի ներուժի օգտագործումը, ավանդական եւ ազգային արժեքների պահպանումը։ Ինչ վերաբերում է օրերս համացանցում ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակված ձայնագրություններին, նշվում է, որ այդ դեպքում գործում է անմեղության կանխավարկած եւ դեռ պետք է նախաքննությունը պարզի, արդյոք դա իրական է։
Ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստ են։ Ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են։ Ով է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները։ Ուր է մնացել անմեղության կանխավարկած Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին Քվյաթերթիկի 8 համարի ներքո մասնակցող ազգային ժողովրդավարական բևեռը քարոզարշավը մեկնարկել է հավատ, հայրենիք, ինքնիշխանություն կարգախոսով, շեշտը դնելով ազգային անվտանգության ինքնիշխանության, պրոֆեսիոնալ բանակի և ենթակառուցվածքային զարգացման վրա։ Ազգային ժողովրդավարական բևեռը ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում է Քվյաթերթիկի 8-րդ համարի ներքո։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է։ Կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է հավատ, հայրենիք, ինքնիշխանություն կարգախոսով, ներկայացնելով ազգային անվտանգության, ինքնիշխանության և պետական համակարգի վերափոխմանն ուղղված ծրագիր, որում շեշտադրվում են ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկ անկախությունը, նորատոմակայանի կառուցումը և Հայաստանի տարածաշրջանային հանգույց դառնալու նպատակը։ Սյունիքն ու Վայոց ձորը ներկայացվում են որպես ռազմավարական առաջնահերթություն, իսկ Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումը մերժվում է։ Անվտանգության ոլորտում շեշտը դրվում է պրոֆեսիոնալ բանակի, սահմանների լիարժեք պաշտպանության, պաշտպանական արդյունաբերության զարգացման և ռազմագերիների վերադարձի վրա։ Արտաքին քաղաքականության մեջ ուժը կարևորում է ինքնիշխան հարաբերությունները, առանց որևէ արտաքին կախվածության։ Խաղաղությունը մենք ենք բերելու ենք հարցերը լուծելով միջազգային իրավունքի հիման վրա, վերականգնելով ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, որը խարիսխ է հանդիսանալու այդ խաղաղության համար։ Ընդհանրապես պրակտիկայում մեզ հայտնի է, որ պատերազմին որպես հրձիգ կարող է դառնալ պատերազմին անպատրաստ լինելը։ Այսինքն թևավոր խոսք կա, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Երևանում բոլորին դեմ եմ քաղաքական ուժը նախընտրական պայքարը մեկնարկել է անսովոր ակցիայով։ Այն կազմակերպել էր խորհրդանշական միջոցառում, որի ընթացքում քաղաքացիներին առաջարկվում էր իրենց ձեռքով ցեղ շպրտել բոլոր քաղաքական ուժերի վրա։ Ակցիան ըստ կազմակերպիչների ուղղված էր ամբողջ քաղաքական համակարգի դեմ հանրային դժգոհությունը արտահայտելուն։ Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ոչ թե ավանդական խոստումներով և կարգախոսներով, այլ ցեխով։ Բոլորին դեմ եմ անունը կրող քաղաքական ուժը քաղաքացիներին հրավիրել էր միասին ցեղ շպրտելու քաղաքական բոլոր ուժերի վրա։ Տեղում դրված էին պաստառ, պլաստիկ տարաներով ցեղ, իսկ բարձրախոսներից հնչում էին քաղաքական համակարգի հասցեին հեգնական հայտարարություններ։ Կազմակերպիչները պնդում էին, որ ակցիան խորհրդանշական է և արտահայտում է հանրության դժգոհությունը բոլոր գործող քաղաքական ուժերից առանց բացառության։ Իրականում էսի մեր այսօրվա քարոզարշավի բնութագրումն է, որ դեռ քարոզարշավը չսկսած բոլոր քաղաքական ուժերը այդ ցեխի, կեղտի, քաղաքական աղբի մակարդակը բարձրացրել են արդեն անհնարինի, հասցրել են առաստաղին, ու մեր այս ակցիան դա էլ է խորհրդանշում, որ իրական խնդիրների, իրական լուծումների փոխարեն հիմա այսօր զբաղված են բևեռացմամբ, հասարակությանը բևեռացնելով, հների, նորերի, պրոռուսականների, պրոեվրոպականների միջև։ Տարածքում կային նաև անցորդներ, որոնք կանգ էին առնում հետևելու կատարվողին։ Ոմանք ակցիան համարում էին ստեղծագործ քաղաքական բողոք, մյուսները պոպուլիստական քայլ, որը խորացնում է հանրային անվստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ։ Մեր վրա էլ ենք ցեղ շպրտելու, դրա համար մեր կուսակցությունը 100 օր հետո ընտրություններից 100 օր հետո իր ծրագիրն իրականացնելուց հետո ինքնալուծարվելու է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռեֆորմիստների կուսակցությունը ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու է առաջին համարի ներքո։ Կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը, նախընտրական պայքարը սկսել է ասուլիսով և քայլերթով, ներկայացնելով իր 7 կետանոց ծրագիրը ազգային անվտանգությունից մինչև կրթություն, առողջապահություն, տնտեսություն և կրիպտո ոլորտ։ Ընտրություններին մասնակցող 17 կուսակցությունների և 2 դաշինքի ցուցակի առաջին համարը պատկանում է ռեֆորմիստների կուսակցությանը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։ Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարել է ասուլիսով, որին հաջորդել է քայլերթը։ Կուսակցությունը ներկայացրել է իր 7 կետից բաղկացած ծրագիրը։ Ծրագրի առանցքում են ազգային անվտանգության և նոր հայեցակարգի ընդունումը, դեմոգրաֆիկ սպառնալիքների կանխման պետական ծրագրի մշակումը, ներառյալ ներգաղթի կազմակերպումը, երկրի ղեկավարի պաշտոնավարման
ընտրման ժամկետը 1 ժամկետով սահմանափակելու սահմանադրական փոփոխությունը, նաև ընտրություններին մասնակցությունը պատվավոր պարտականություն դարձնելը եւ ընտրագրավի մեխանիզմը ստորագրահավաքով փոխարինելը։ Ռեֆորմիստներն առաջարկում են նաև Հայաստանում բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը դարձնել անվճար, զգալիորեն բարձրացնել մանկավարժների եւ բժիշկների աշխատավարձերը, մեծացնել պետության կարգավորիչ դերը տնտեսության մեջ եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանի կարգավորված անվտանգ ու գրավիչ կրիպտոկենտրոն։ Ինչ է նշանակում ազգային անվտանգության հայեցակարգ։ Դա ճանապարհային քարտեզ է, ինչպես ապահովել երկարաժամկետ պետության անվտանգությունը եւ զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը պետք է դառնա անվճար։ Այսինքն պետական բուհերում սովորող ուսանողները պետք է սովորեն անվճար։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն իր մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաեւ տվել են ընտրակաշառք, գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու եւ կաշառք գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ։ Սաղ պատասխանատուների դեմը գումարը 200,000, ակտիվիստերին 80,000, հավաքարար գրել ես։ Հա? Հա, գրել եմ, հավաքարարն եմ գրել։ Այ հորես տարեփոքի Սիմոն Հոպարինը գրել ես։ Սիմոն Հոպարն ով է։ Վայ, այն անգամ որ եկավ ակտիվիստ, վայ, դուք Նշեք գրեմ։ Կիրակոսյան Սիմոն, իրանից թուղթ բան կա մոտդ, պասպորտ բան, հաշվի համար։ Մար ակտիվիստներին вообще հաշվի համար մի գրե։ Հոպար մի հատ պասպորտ սերիադ է պետք։ Պասպորտի սերիան։ Հա։ Ան հմի։ Մենագին է։ Հա։ Հա, թաթուն լսել է։ Հա։ Քուրոջս պասպորտներով դերեմ դեպք է գրանցելու ինքը զայն բդի դեզի տայելի բանին։ Նա в общем թողել եմ, բայց զգուշ եղեք։ Թողել են, թողել են, բայց զգուշ եղեք։ Դասենձի մի հատ ֆլեշկա կբերես, այս կոմպերացը կծեմ մեջը մի շիշչինջը։ Բացի այդ, ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Նորմալ սելմերգու բար։ Տեսալ է նորմալ moment նոր եղավ տեղեք մերեք նորեք են դուրս արսերն դուք դի լուզես թե ով է լուզա։ Ում հարցն է։ Իմ։ Ապրես Արմենի հետ չես խոսացել։ Չէ, ախպեր։ Արմենը սեց։ Ինչ սեց։ Սեց որ ախպեր։ Ասել եմ որ Երևանը թող թատուլը քո հետ արսերը լուզա։ Յանի կոմոդնա դուք դիտաս։ Մա լտես ինչա ախպեր, ես երգորը մի հատ դի հավաքվին կլա հասկնամ էլի տենա։ Ինչա է, տեսմա բդերնի ավել լավա։ Ամեկս մեր ճամփով ախպեր։ Սպեսել որ կերնի հաստատ մարտելա չի հավաքվի մեր բոլորը ախպեր։ Ճիշտ է սոս ախպերս։ Որտեվ ընկեր մարկանց սեն գործից կդրե բերել եմ ախպեր։ Սենք հաստատ է։ Լանկի դմերնի մստորով մի խոսած հավդ տանիմ, հա խնդրում գ։ Գործի եմ բերե ախպեր, են մի սոկը բերել եմ ախպեր։ Մերնի մեզ գիտեմ, ընկերս, երնի մեզ սրտին աշ։ Ինչ կեզի պրիսեք, հա։ Գրանց ես թատուլ, հա, կոնվիտս։ Подожди. Замеряем специально. Саус geçti. Tekrar meşhur ya. Tekrar dolma bulsun. Kodu خیلی چیز موسوقیانه شده. Ne ergus iyi. Geçti sanin anin çünkü da. Ախպեր վիշի adam սարքի գավ 5000 դրամ թանկ է, բայց ուժեղ դե իրան։ Ստեն ամեն տուֆտա բանով ախպեր մարկած տանի։ Այնավանդոյին։ Սեր դի կեր կարան սուգ աշխատողներ էլի գադաջան։ Սեր քեզ ով դի բան ախաջարի։
Հա դե այնտեղ բան է, չէ՞, կանաց մոս։ Ապես, չգիտեմ դուք հեռախոսով խոսում եք թե չէ, բայց ընտրությունների ման ախպեր ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Հայ, слушай, կամա բաներով քեզ вообще ման տերտերը դու է զարմաներ։ Չեմ ուզում ապես։ Կավոտի միտուս բան է կբռներ։ Չեմ ուզում սա։ Կամա բանը մեներով։ Տղասել չեմ ուզում, եթե կախված է դեդոնց հետ չեմ ուզում։ Սիկ թատուլի հետ կուկամ, սիկ թատուլի հետ կուկաս, Մոնտե Մելքոնյան հետ կուկասում, հետ կուզես արել։ Գնա քեպների բոլորն է, սաղ ճշտերիմ կուրսին։ Մի զայլես տարեք, այդ ընտրությունների ման ընձի մեկը զանգի, կուկամ գմբնին ձեր գեղե, ով զանգել է ծես խուդ է։ Անդա դու կա թարսիս քնե։ Քեպեի վրա ով պրագոնին երեք կողեր են, ով որ բդենդրե քեպը Աստան է։ Ամարտիկ պրագոնին երեք, սաղպրի կլ աստաղեկի պրղեր կդա, դուք է իմանալով աղպրես Հայաստան իրար կմորտին, դուք է տենալով բդեշտակ բան ենիք, կյոգիր։ Ադիք դու գործունից են մարդկանց տազեր, որը նարդիկ չիդեմ դիք կեզ ով է տեղասր է, բայց սխալ են էր է։ Արի տանի մոդները։ Սեմ սխալ են էր է։ Արի տանի մոդները, արի հենց սմի ավտոկա, արի էստան։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը, ուղիղ կես գիշերից Ռուսաստանը հայտարարել է հրադադարի ռեժիմ, որը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Պատճառը Մոսկվայում անցկացվելիք հաղթանակի շքերթն է։ Նշենք, որ այս տարի Ռուսաստանի 15 շրջաններում հաղթանակի օրվա կապակցությամբ նախատեսված շքերթները չեղարկվել են։ Ինչևէ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել են, որ մարտական գործողությունները կդադարեցվեն, սակայն համարժեք պատասխան կտան Ուկրաինայի կողմից հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման։ Կիևի կենտրոնային զանգված հարված կհասցվի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել հաղթանակի օրվա տոնակատարությունը։ Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային հետևել հայտարարված հրադադարին։ Նշենք, որ 2 օր առաջ էլ հրադադար էր հայտարարվել Կիևի կողմից, սակայն Ռուսաստանը շարունակեց հարձակումները Ուկրաինայի վրա։ Ռուսաստանը թույլտվություն է ուզում իրենց շքերթ անցկացնելու համար, որպեսզի հետո շարունակեն սպանել մեր մարդկանց, հայտարարել է Զելենսկին, նշելով, թե մի քանի երկիր տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչները մտադիր են լինել Մոսկվայում։ Մենք դա խորհուրդ չենք տա, ասել է Զելենսկին։ Իսկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարված հրադադարից հետո էլ շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին։ Նրա խոսքով արձանագրվել է ռազմաճակատում դիրքերի ավելի քան 140 գնդակոծություն, 10 գրոհային գործողություն, որոնց մեծ մասը Սլավյանսկի ուղղությամբ, նաև ավելի քան 850 հարված տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ ՌԴ հարավում գտնվող 13 օդանավակայանների գործունեությունն էլ ժամանակավորապես դադարեցվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարավային Ռուսաստանի օդային նավիգացիայի մասնաճյուղի շենքին հարվածելու պատճառով։ Իդեպ Կրեմլը հրապարակել է մայիսի 9-ին հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը։ Նրանք են Աբխազիայի, Բելարուսի, Լաոսի, Մալազիայի, Սլովակիայի, Հարավային Օսիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի առաջնորդները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե այս տարի որևէ մեկի հատուկ հրավերտ չեն ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա պաշտոնյաներ ցանկություն են հայտնել այցելել Մոսկվա այս հատուկ օրերին։ Հարկ է նկատել, որ ի տարբերություն Ուշակովի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիտկինը նշել էր, որ հրավեր ուղարկվել են բոլոր բարեկամ երկրների առաջնորդներին, ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մեկնի Ռուսաստան նախընտրական քարոզարշավի մեկնարկով պայմանավորված։ Եվրոպական միության առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նա ասել է, որ դաշինքը այս հարցում ստացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աջակցությունը։ Ես բանակցություններ եմ վարում 27 անդամ պետության ղեկավարների հետ, որոշելու թե ինչպես ենք լավագույնս կազմակերպելու եւ կոնկրետ ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ այդ պահը գա։
Ասել է Կոշտան նրա խոսքով Պուտինի հետ բանակցությունների ներուժ կա, բայց առայժմ ոչ ոք չի տեսել քննարկումներին մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։ Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ, 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ 23 տարբեր ազգությունների։ Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։ Հայտնել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, նշելով, որ Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայում գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։ Միջազգային մյուսնորությունները տեսաշարով դիտեք։ Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան հատվածում ակտիվացել է հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնում է Մեհեր գործակալությունը։ Հաղորդվում է, որ ուժեղ պայթյունանման ձայներից հետո մի քանի րոպե շարունակ իրականացվել են պաշտպանական գործողություններ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Քեժմ կղզու բահման նավամատույցի տարածքում տեղի ունեցած պայթյուններից հետո երկինքը լուսավորվել է, իսկ Ֆարս գործակալությունը հայտնում է, որ այնտեղ վնասվել են առևտրային հատվածներ։ Պայթյունների մի մասը կարող էր կապված լինել փոքր չափի անօդաչու թռչող սարքերի Իրանի հոբ համակարգերի աշխատանքի հետ։ Թեհրանը միջադեպը բնութագրել է որպես թշնամու հարձակում, սակայն առայժմ չի նշել պատասխանատու կողմերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ստուգում է բորսայական մի շարք կասկածահարույց նավթային գործարքների օրինականությունը, որոնք իրականացվել են Իրանի վերաբերյալ կարևոր հայտարարություններից անմիջապես հետո։ ABC News-ի տվյալներով քննիչների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոնդոնի ֆոնդային բորսայում կատարված առնվազն 4 խոշոր գործարքներ, որոնք ընդհանուր առմամբ շուրջ 2.6 միլիարդ դոլարի եկամուտ են ապահովել։ Մասնավորապես Դոնալդ Թրամփի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները հետաձգելու հայտարարությունից ընդամենը 15 րոպե առաջ ներդրվել է մոտ 500 միլիոն դոլար նավթի գների անկման հաշվարկով։ Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման հետևանքով Պարսից ծոցում արգելափակված շուրջ 1500 նավ եւ մոտ 2000 նավաստի կա։ Նրա խոսքով անձնակազմերը հայտնվել են աշխարհաքաղաքական իրողության ծուղակում, որը իրենց վերահսկողությունից դուրս է։ Դոմինգեսը նաև հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ իրականացված շուրջ 30 հարձակումների հետևանքով զոհվել է 10 նավաստի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բնականon բեռնափոխադրումները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ պատերազմը վերջնականապես ավարտվի եւ վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցներն ու շրջափակումը։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ նախօրեին հարվածներ են հասցրել ռուսական Կասպյան նավատորմին պատկանող ռազմանավի։ Ուկրաինական կողմի տվյալներով այդ նավը նախկինում օգտագործվել էր Ուկրաինայի ուղղությամբ թևավոր հրթիռներ արձակելու համար։ Ռազմանավի կրած վնասների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան, իսկ Մոսկվան առայժմ չի մեկնաբանել հայտարարությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը խորհուրդ չի տալիս այլ երկրների ներկայացուցիչներին մայիսի 9-ին գտնվել Մոսկվայում։ Նրա խոսքով Ուկրաինան դիմումներ է ստանում Ռուսաստանի հետ կապ ունեցող մի շարք երկրներից, որոնց ներկայացուցիչները ծրագրում են մասնակցել հաղթանակի օրվա միջոցառումներին։ Մենք դա խորհուրդ չենք տալիս այս օրերին, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը կրկին ակնարկել է, որ Մոսկվան կարող է թիրախ դառնալ մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում։ Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը։ 9 անձ ձերբակալվել է։ Ավելի վաղ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 44-ամյա եւ 36-ամյա եղբայրները ներգրավելով այլ անձանց նախապատրաստություն են տեսել 32-ամյա երիտասարդի սպանության մասով։ Մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա եւ 36-ամյա եղբայրները ներգրավելով այլ անձանց նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը։
Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով եւ գտնվելով արտերկրում հրահանգել է Նորհաշնում բնակվող 44-ամյա եղբորը վրեժ խնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել նրա հետ։ 44-ամյա տղամարդը մտադրությունն իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները զինվելով ատրճանակներով եւ ինքնաձիգերով Նորհաշնում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ Վերջինս մտերիմների հետ Նորաճն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն եւ իր մոտ ապօյնի պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն չհայտնաբերելով նրան, զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։ Պարզվել է, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ, նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը եւ հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու, հետապնդվող երիտասարդի եւ հանցավոր խմբի անդամների բնակարաններում։ Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ իր պայեստատուփով, օդաճնշի հրացան, տարբեր դրամաչափի 86 փամփուշտ, սմին դանակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։